Իրանը լուրջ կասկածներ ունի, որ 12-օրյա ռազմական գործողությունների ժամանակ մեծ քանակությամբ հարվածային ԱԹՍ-ներ ու ինքնաթիռներ են Ադրբեջանի տարածքից ներխուժել իրենց երկիր։ Իրանի հետախուզությունը քննություն է սկսել, ռազմական փորձագետները վստահ են, բոլոր փաստերը Բաքվի դեմ են։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իսկապես հավանական է համարում, որ Իսրայելը օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանին հարվածելու համար։ Իրանցի պաշտոնյաները այժմ սպասում են հետաքննության արդյունքներին։ Կտեսնենք ինչ արդյունքներ կլինեն։ Հենց հստակ արդյունքը լինի, մենք որոշում կկայացնենք, թե ինչ արձագանք տանք։ Բայց շատ հնարավոր եւ հավանական է, որ մեր թշնամի սիոնիստական ռեժիմը օգտված լինի հարևան երկրի տարածքից մեզ հարվածելու համար։ Ադրբեջանի նախագահը կատարյալ անհեթեթություն է անվանել իր երկրին ուղղված մեղադրանքները։ Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերը ընդունելու ժամանակ հայտարարել է, թե որոշ շրջանակներ կեղծ լուրեր են տարածում, փորձելով վնասել Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները։ Սակայն անհանգստությունը Թեհրանում այնքան մեծ է, որ Իրանի նախագահը նույնիսկ զանգել է ադրբեջանցի պաշտոնակցին հորդորել մանրակրկիտ հետաքննել իրավիճակը։ Ալիևը Փեզեշքյանին վստահեցրել է, թե իրենք հարգում են Իրանի տարածքային ամբողջականությունը։ Դիվանագիտական տարբեր խողովակներով Բաքուն հավաստիացնում է իրանցի հարևաններին, որ իր տարածքից մի քար անգամ չի ընկել իրանական հողի վրա։ Ադրբեջանական կողմը մեզ վստահեցրել է, որ նա թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի հարևան Իրանի դեմ։ Սակայն դուք շատ լավ եք ճանաչում սիոնիստական ռեժիմին։ Նրանք ոչ մի կանոնի ու օրենքի հավատարիմ չեն, ուստի չի բացառվում, որ նրանք օգտագործած լինեն առիթ։ Ալիևն ու իր շրջապատը շատ լավ հասկանում են, թե ինչ է սպասվում իրենց երկրին, եթե բացահայտվի, որ Ադրբեջանի օդային տարածքը տրամադրվել է Իրանի թշնամիներին։ Իրանցի կովկասագետ Էհսան Մովահեդյանը վստահեցնում է, համարժեք հարվածը չի ուշանա։ Եթե ապացուցվի, որ հարևաններից մեկը օգնել է Իսրայելի ռեժիմին ու մասնակցել է հակաիրանական գործողություններին, նրանք պետք է հակահարվածի սպասեն, որը Իրանը կտա համապատասխան վայրում, համապատասխան ժամանակ։ Մովահեդյանը ապացույցներ ունի, որ Ադրբեջանի հետ սահմանին ապրող իրանցիները իրենց աչքով են տեսել, թե ինչպես են հարևան երկրից դրոններ ներթափանցել Իրան։ Սա լրջորեն անհանգստացնում է մեզ։ Այս ամենը ուսումնասիրում ու հետաքննում են անվտանգության բարձրագույն ուժերը։ Մի բան հստակ է, Ալիևի ռեժիմը երազում էր, որ Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ դիմակայությունը երկար էր ու վերածվեր մեծ պատերազմի։ Վերլուծաբանները կասկած չունեն, այդ ժամանակ Բաքուն քայլեր էր ձեռնարկելու վերջապես իրականություն դարձնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, բզգտելով Հայաստանի հարավը։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։